Եթերում լուրերի ժամը 17-ի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարի օր։ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան։ Հայկական լրատվամիջոցների փոխանցմամբ Կոսը կմասնակցի Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովին եւ հանդիպումներ կունենա երկրի ղեկավարության հետ։ Այցի հիմնական նպատակը ըստ որոշ տեղեկությունների Հայաստան-Եվրամիություն համագործակցության ամրապնդումն է։ Այցի ամսաթիվը դեռ հայտնի չէ։ Մոսկվայում ադրբեջանցի զույգը 5-ամյա երեխայի աչքի առաջ ինքնասպանություն է գործել դուրս նետվելով պատուհանից։ Տղամարդու եւ կնոջ դիակները հայտնաբերվել են այն շենքի մոտ, որտեղ նրանք ապրում էին։ 41 եւ 38 տարեկան ամուսինները հագուստի խանութի սեփականատերեր էին։ Ինքնասպանության պատճառը դեռևս անհայտ է։ Զույգը ուներ եւս 2 երեխա։ Ստամբուլի ոստիկանությունը թմրանյութերի գործով ձերբակալել է 17 անձի։ Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ կասկածյալների թվում կան Թուրքիայում հայտնի արտիստներ։ Մասնավորապես նրանց թվում են Դուման խմբի մեներքիչը, հայտնի դերասան Իսմայիլ Հաջիօղլուն եւ ուրիշներ։ Ձերբակալվածների ցուցակում կան նաեւ մեծ թվով տեղացի գործարարներ, որոնց թվում են մանրածախ առևտրի, լոգիստիկայի եւ ծառայությունների ոլորտի մի շարք ընկերությունների ղեկավարներ։ Հայ միկրոկենսաբան, գենետիկոս եւ կենսաքիմիկոս Նոբելյան մրցանակակիր Էմանուել Շարպանտիեն ընդգրկվել է Եվրոպական հետազոտական խորհրդի ղեկավարների կազմում։ Շարպանտիեն 2029 Նոբելյան մրցանակ ստացել գենոմի խմբագրման մեթոդի մշակման համար։ Նա նաեւ բազմաթիվ այլ հեղինակավոր մրցանակների դափնեկիր է։ Շարպանտիեն աշխատել է աշխարհի առաջատար հետազոտական կենտրոններում, այդ թվում Փարիզի Պաստերի ինստիտուտում, Նյու Յորքի, Վիեննայի եւ Շվեդիայի համալսարաններում։ Այժմ նա Բեռլինում գտնվող Մաքս Պլանկի պաթոգենների հետազոտությունների կենտրոնի տնօրենն է։ Թողարկումը եզրափակենք մարզաշխարհից մեկ լուրով։ Խառը մենամարտերի մարզիկ Դավիթ Զարգարյանը, որը ներկայացնում է Ավստրիան, դարձել է Բելգրադում անցկացվող Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն։ Եզրափակիչ մենամարտում Զարգարյանը վստահ հաղթանակ է տարել, արդեն առաջին ռաունդում նոկաուտի ենթարկելով Սերբիայի ներկայացուցչին։ Ավելի վաղ նույն առաջնությունում Արթուր Ասոյանը մեծահասակների մրցաշարում դարձել էր արծաթե մեդալակիր։ Այսքանը կհանդիպենք ժամը 19-ին ամփոփելու օրվա կարևորը։